Օրություն եղել է, ես մտել եմ եկեղեցի, իմ աղոթն եմ արել, դուրս եմ եկել, բայց քանի որ զույգը խոսեցի իրենց հետ, իրենք նախընտրել էին, որ պիտի աներ նախկին քահանան այստեղի, ես չեմ մոտեցել, չեմ խոչընդոտել, որևէ բանով չեմ խանգարել իրենց, դա իրենց որոշումն է։ Մենք իրենց նախապես զգուշացնում ենք, ասում ենք, բացատրում ենք, ընտրությունը իրենցն է։ Մենք չենք ուզում որևէ մեկին խանգարած լինել։ Այսօր նշանակված այլ արարողություններ պիտի որ առաջիկայում լինեն։ Այսօր։ Այո։ Եվ երեք մենք տեսանք, որ նախկին քահանայի կարգալույց հռչակված քահանան իր համակիների հետ ձեզ շրջապատել էր եւ կողքից դիտելով այդ զրույցը ագրեսիվ էր ընթանում։ Ինչի մասին էր խոսքը, Տեր Սարգիս, կասեք։ Նրանք ներկայանում էին որպես համայնքի անդամներ եւ ինձ հորդորեցին, ասացին, որ այլևս չեն ուզում այստեղ իմ ծառայությունը տեսնել, ես էլ պատասխանել եմ, որ իմ ծառայությունը այստեղ նշանակված է թեմակալ առաջնորդի կողմից, Աստված կտա, ինչպես պարոն Զորյաբյանն էլ ասեց, մեր եկեղեցին որևէ ընդհարումներ չի ուզում, մենք ուզում ենք ամեն ինչ խաղաղ ճանապարհով լուծվի եւ ամեն ինչ իր տեղ ենք։ Այսինքն սպառնալիքներ են նաեւ։ Չէ, սպառնալիքներ չէ, ասեցին, որ որպես համայնքի անդամներ ներկայացան, չգիտեմ ինչքանով են իրանք համայնքի անդամներ, ես տարուց ավել արդեն այստեղ ծառայում եմ, այստեղ պատարակների եմ, իրենցից ոմանց տեսել եմ, բայց շատերին էլ չեմ տեսել։ Միգուցե չգիտեմ, չեմ կարող ուրիշ բաներ ասել, որևէ մեկի ասեի։ Նա նույնպես կարծում էր, որ դուք չպետք է մտնեք այս եկեղեցին։ Նա նույնպես իր աջակիցների հետ էր այդ առումով։ Այո։ Դուք քանի տարի է միասին այստեղ հոգևոր ծառայություն եք իրականացնում։ 1 տարուց մի փոքր ավել։ Շատ լավ եւ Սարգիս նաեւ նախորդին, կարգալույց հռչակված քահանան հայտարարեց, որ զույգին սպառնացել եք, որ ամուսնական վկայական չլինի, այդ իսկ պատճառով էլ հրաժարվել են, որ ինքը հայտարարություն անի։ Ես այսօր մեկ անգամ չեմ հիշում, որ հաղորդումից էր, նորից կրկնվեմ ասելով, որ դա սպառնալիք չէ։ Դա ներկայացվում է առի գիտություն, որտեղ ինչպես որ հայ առաքելական եկեղեցին ունեցել է Մայրաթոր Էջմիածին ունեցել է հայտարարություն եւ այդ հայտարարությամբ այլևս քահանական կարգից զրկված է համարվում տվյալ հոգեվորական, այսինքն ինքը ինչ որ կարգ կատարի, դա անվավեր է համարվում։ Իսկ սա մենք չենք հայտնում որպես սպառնալիք, այլ հայտնում ենք առի գիտություն, ինչպես հիմա էլ տեսնում եք պսակ եղել է, ես չեմ մասնակցել, իրանք առի գիտություն ընդունել են, ամեն մեկը ունի իր ընտրելու իրավունք։ Տեր Սարգիս, մի տեսակ տպավորություն է, որ Մայրաթորը ձեզ այստեղ մենակ է թողել եւ դուք ոնց որ թե պայքարում եք ձեր հոգեվոր ծառայությունն իրականացնելու համար։ Այդպիսի տպավորություն ունենք, որտեղ համագյուղացիները ձեզ շրջապատում են, ինչ որ պահանջներ են ներկայացնում, Տեր Արամ նախկին քահանան ձեզ նույնպես պահանջներ է ներկայացնում, դուք մենակ եք ամեն դեպքում։ Չէ, ինչու մենակ չի, Տեր Սարգիսը մենակ չի, ընդհանրապես գիտեք ինչ, այդ արհեստական պառակտումների պրովոկացիան կարծում եմ չպետք է թույլ տանք, որովհետև ի վերջո կան նաև հայրենակիցներ, որոնք այսօր կարող են նաև զուտ քարոզչական ազդեցության տակ են, որովհետև ի վերջո քահանայի ձեռնադրման իրավունքը միայն ամենայն հայոց կաթողիկոսին է պատկանում եւ բնականաբար, այսինքն քահանային կարգալույց անելու իրավունքը նկատի ունեմ եւ բնականաբար Ստեփան Ասատրյանը այլևս քահանա չէ։ Եվ այս տարածքը եկեղեցապատկան է եւ բնականաբար եկեղեցին իրավունքները պաշտպանելու եւ Տեր Սարգիսն էլ բնականաբար եկեղեցու պաշտպանության տակ է։ Եվ ոչ միայն եկեղեցու, այլ նաեւ հավատացյալների։ Ես վստահ եմ, որ այդ խնդիրը չկա եւ ավելին հակառակը քահանաներն են իրենց հավատացյալ հարազատներին հորդորում, որ այս պահին չգան, իրենց կողքը չլինեն, որովհետեւ դրանից հրահարումներ չլինեն։ Այսինքն նույնիսկ այդ այսպես ասեմ, այդ հոսքն է կանխվում մեր կողմից, որովհետեւ նման խնդիրներ չլինեն։ Արդեն 16:00 անցել է կրկին մեկ անգամ ոստիկան։ Տեսեք, քանի որ արդեն ես խոսեցի աշտարակի ոստիկանապետի հետ, եւ նա ըստ էության ասեց այն, ինչ ասեց, եւ բնականաբար իրենք չեն պատրաստվում որևէ գործողություն կատարել, մենք այս բանը ուղղակի արձանագրում ենք, որ ոստիկանությունը անգործություն է դրսևորում, եւ մենք վստահ ենք, որ Կիրակի օրվա համար էլ իրենք միջոցներ են ձեռնարկելու, որպեսզի պատարակը պատշաճ օրինավոր քահանայի կողմից չկատարվի եւ անօրինական պատարակ են կատարելու, որը եւ հոգեվոր եւ աշխարհիկ օրենքներով անթույլատրելի է լինելու։ Այսինքն
պատարագ, որը չի անելու օցիալ հոգևորականը, դա չի կարող վավեր համարվել, եւ այն մարդիկ, ովքեր հավատք ունեն, իրենք հասկանում են, թե ինչ նզովքի տակ են ընկնելու, երբ որ գան այդ ճակերտներով հաղորդություն ընդունեն։ Իսկ աշխարհիկ օրենքներով դա ուղղակի կրոնական ծեսի կատարման խոչընդոտում է, որը հանցագործություն է։ Տեր Սարգիս, արդեն Մայրաթորը որոշում ունի, թե ով է պատարակելու այս գիրակի։ Ինչպես պարոն Զորաբյանը նշեց, այո, քանի որ ինքը կարգալույծ է առճակված, ըստ եկեղեցական կարգի պիտի պատարակը մատուցեմ ես։ Իսկ մինչև Կիրակի կտեսնենք ինչ կլինի։ Եվ Տեր Սարգիս, դուք հրավիրվել եք քննչական, այսօր ծանուցում եք ստացել, ինչ այն քրեական գործով էր թեմի առաջնորդի հետ կապված։ Չգիտեմ, մանրամասներին չեմ տիրապետում։ Հրավիրել են ձեզ ուղղակի քննչական։ Հրավիրել են, այո, ծանուցում է ուղարկվել, բայց մանրամասները չգիտեմ, ինչի համար մնացած։ Հնարավոր է հենց Կիրակի են կանչել։ Չգիտեմ։ Մենք ենթադրում ենք, որ իրենք Կիրակի օրն են կանչելու, որպեսզի ձեզ ինչը մասնակցի։ Մի ենթադրություն է, որովհետև չգիտենք այդ ծանուցագիրը կոնկրետ ես չեմ տեսել, Տեր Սարգսն էլ կարծեմ չի տեսել։ Դրա համար ենթադրում ենք, որ իրենք նման գործիքակազմով փորձելու են խոչընդոտեն ծեսի կատարմանը։